Ժողովուրդ ջան, այսօր պատրաստելու ենք սունկ շատ հետաքրքիր ձևով։ Հիմա մեր օպերատորին խնդրենք մոտիկից ցույց կտա ինչ է մեզի անհրաժեշտ պատրաստելու համար սունկ, ռոկվոր պանիր, կարագ, ընկույզ, սպեցներից աղ, կարմիր բիբար եւ սև բիբար։ Սկսում ենք պատրաստել։ Ամենաառաջինը մեզի անհրաժեշտ է սունկը կլպել։ Իսկ հիմա բոլորդ է գիտեք սունկը ինչ ձևի է կլպվում։ Այս մեծ է։ Այսպես սիրուն անհրաժեշտ է, այսպես հավեսին կլպել։ Ճիշտն ասած, այս սունկը մեր Instagram-յան էջում կա։ Ես ձեզ խոսք էի տվել, որ անպայման պետք է պատրաստեմ YouTube-յան ալիքի համար։ Հաջորդը։ Դժվար չի պատրաստելը, բայց ինքը շատ համեղ է։ Անպայման կխնդրեմ ձեզի պատրաստեք, ու էլի չենք մոռանում լայքերի մասին, լայքերը դնում եք ժողովուրդ ջան, կոմենտարիաների մեջ էլ գրում եք։ Ձեր մոտ ստացվել է, համոզված եմ, որ անպայման համեղ է լինելու։ Ուրիշ տարբերակ մենք չենք էլ նայում։ Հիմա ժողովուրդ ջան, ես ամբողջը մաքրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Սունկը կլպելուց հետո մեզի անհրաժեշտ է հեռացնենք պոչիկները սունկի։ Հիմա ձեզի ցույց կտամ, ձեռքով էլ կարելի է յան։ Երկու կողմից այսպես սխմում եք։ Եվ վсё։ Այսպես ժողովուրդ ջան։ Ակուրատնի հեռացնում ենք ամբողջ պոչիկները։ Հետո մեզ այս պոչիկները պետք է ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլոր կոմենտարիա գրողներից։ Չեք պատկերացնում ինչ ձևի դուխ եք մեզի տալի։ Նախորդ վիդեոյի մեջ դուք այնքան լայքեր ու այնքան կոմենտարիաներ եք գրել ու թողել ժողովուրդ ջան։ Բոլորիցդ գոհ շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, դե գնացինք պատրաստելու։ Պոչիկները հեռացնեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Պոչերը հեռացնելուց հետո հիմա կխնդրենք օպերատորը մոտիկից ցույց կտա։ Անհրաժեշտ է, որ այս ձևի մաքուր լինի, որտեղ որ փոքր է, անհրաժեշտ է մի քիչ մեծացնեք, որ հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիմա մեզի պետք է ամենաառաջինը համում ենք։ Աղ ենք ավելացնում։ Ավելացնում ենք կարմիր պղպեղ։ Ամենակարևորը հավեսով ժողովուրդ ջան։ Պետք է հավեսով պատրաստեք, որ ձեր մոտ շատ համեղ ստացվի։ Որ ասում եմ, վայ չուտողին։ Սև պղպեղ։ Հաջորդ մեր քայլը։ Հաջորդը մեզի անհրաժեշտ է կարագ։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու կարագի հետ։ Վերցնում ենք այսպես կարագը, այսպես փոքր կտորներ։ Եվ տեղադրում ենք։ Այնքան համեղ բան է ստացվում, դուք չեք պատկերացնում, անպայման պատրաստեք։ Այդ պատճառով, որ մենք արդեն 3 անգամ պատրաստում ենք, Instagram-յան էջի համար պատրաստել ենք, Facebook-յան էջի համար պատրաստել ենք եւ YouTube-յան էջի համար պետք է ուղիղ եթերով էլ ենք պատրաստել, ով որ տեսել է ժողովուրդ ջան։
ինքը շատ համեղ է ստացվում։ Հիմա ես վերջացնեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Կարագը տեղադրելուց հետո մեզի անհրաժեշտ է կտրատել սունկի պոչերը։ Հիմա ձեզի ցույց կտամ ինչ ենք անելու։ Պետք է որ անպայման մանդր կտրատենք իրենց։ Հիմա ես կտրատեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Հիմա մոտիկից ցույց կտամ սունկի պոչերը ոնց է պետք կտրատել։ Այսպես մանդր պետք է յան կտրատեք պատրաստելու վաղտը։ Ու ինչա պետք անել, ասես վերցնում ենք ու տեղադրում ենք այսպես մեր սունկերի մեջ։ Դուք չեք պատկերացնում ինչ ձևի համ ունի ժողովուրդ ջան։ Ու ինչ ձևի համեղը։ Հիմա ես ամբողջը տեղադրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Հիմա մոտիկից ցույց կտանք ձեզի ինչ ձև է պետք որ պատրաստեք։ Հիմա ստե նայեք ժողովուրդ ջան, պետք է որ այս ձևի սիրուն, վերջում կարակ ձեռքերով էլ այսպես սիրուն յան սխմեք որ ինքը լավ մեջը գնա որ ինքը ավելի համեղ լինի։ Հիմա մեր հաջորդ քայլը մեզի հարկավոր է ռոկվոր պանիր հարկավոր, պատրաստելու ենք ռոկվոր պանիրով։ Սենց վերցնում ենք ռոկվոր պանիրը ու այսպես ակուրատնի ինքը շատ համեղ է ժողովուրդ ջան, այս ձևի դուք չեք պատկերացնում ինչ ձևի համատալի ռոկվոր պանիրը։ Հիմա ես ամբողջը տեղադրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ռոկվոր պանիրը արդեն տեղադրել ենք, հիմա կտեսնեք ինչ ձև է ստացվել մեզ մոտ։ Ինչա մեզի անհրաժեշտ։ Վերցնում ենք այրոգրիլի թավան եւ մեզ պետք է մեջը տեղադրել։ Այսպես անա որ ու ասենց ակուրատնի յան պետք է սիրուն տեղադրենք թավայի մեջ։ Հլստը նայեք հլը։ Բա ոնց էսի մարդ չսարքի ժողովուրդ ջան։ Ու չվայելի։ Այսպես սիրուն։ Ահա, հիմա մեր օպերատորը մի հատ մոտիկից էս գեղեցկությունը ցույց կտա։ Հիմա ես այսպես կտնեմ այստեղ եւ երկրորդ թավայի մեջ սիրուն կտեղադրենք։ Ու էլի նույն ձև է այսպես ակուրատնի։ Լես համեղությունը։ Հիմա մենք այս ձևի կուղարկենք այրոգրիլի մեջ։ Գնացինք։ Տեղադրում ենք այրոգրիլի մեջ։ Մինչև սունկը պատրաստվի, մեզի անհրաժեշտ է կտրատենք ընկույզները։ Պետք է որ մանդր յան կտրատենք։ Հիմա ես ընկույզը կտրատեմ, սունկը պատրաստ լինի, ես ձեզի կմիանամ։ Գնացինք։ Մեր սունկերը արդեն պատրաստ են, հիմա ես ձեզի ցույց կտամ, ինչ ձևա մեր մոտ ստացվել։ Հիմա մեր օպերատորը մոտիկից սա ցույց կտա։ Լստե նայեք, այս համեղությունը։ Նայեք, ինչ ձևա մեր մոտ ստացվել։ Հիմա սիրուն յան ձեռքով այսպես վեկալում ենք, այստեղ տեղադրում ենք, այսպես։
Այս սիրուն ժողովուրդ ջան, որ ասում են վայ չուտողին, ստենայք, բա ոնց էսի մարդ չսարքի ու չնստի յանտանիք է չվայելի, սիրուն այս ստեղ ենք դնում, և երկրորդը, կարևորը ժողովուրդ ջան պատրաստելու վաղտը, որ իա սոկը մեջից դուրս չգա, դե հնարավորության չափով պահպանեք այդ սոկը, որտև ինքը այդ համը հենց դրա մեջն է, այսինց, վերցնում ենք ընկույզը և ավելացնում ենք մեր սունկի վրա, ես հիմա ամբողջը ավելացնեմ և ձեզի միանամ, գնացինք, ժողովուրդ ջան, ես իմ ամենասիրած բանը, որ այսենց հավաքվում ենք, պատրաստում ենք, հեսա պիտի վայելենք, այս մեկ այսի, հլա այսիլ ստենայք, հլա մի հատ մոտիկից մեր ապերատորը թողը ստելը ջուրը լնայք, հլա ժողովուրդ ջան, այսպես բռնում ենք ձեռքով, ու հավվեսին վայելում ենք, դուք չեք պատկերացնում ժողովուրդ ջան, ինձ ձևի պրիատնի համ ունի, անպայման պատրաստեք ու համոզված եմ, որ ձեր մոտ շատ լավ է ստացվելու, ու նորից էլի կրկնում եմ ժողովուրդ ջան, այս իմ ամենասիրած բանն է, որ այսենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու հավվեսին վայելում ենք, դե գնացինք վայելելու։